Բարև, մենք ներկայացնում ենք Շիրակի մարզի Արտիկի 4-րդ հիմնական դպրոցը։ Smart էկրաններ աշխարհացույցի 2025 թվականի նախագծային աշխատանքի մեր թեման է։ Սև ոսկու արքան սպիտակ սրտով, քարտեզագրելով Միքայել Արամյանցի ուղին։ Թիմի ղեկավարներն են Լուսինե Այվազյանը եւ Արմենուի Խաչատրյանը։ Թիմի անդամներն են Քրացյան Միլենա, Ասորյան Մարիա, Բաղդասարյան Էլեն, Մկրտչյան Գևորգ, Մանուկյան Լիլիա, Քարանյան Տատարի, Մանուկյան Աշոտ, Մարտիրոսյանյանը, Գևորգյան Հայկ։ Նախագծային աշխատանքի նպատակն է եղել ուսումնասիրել եւ վերհանել Արամյանցի կյանքն ու գործունեությունը եւ այն ներկայացնել ոչ թե սոսկ տեղեկություններ, այլ օրինակ բարերարի, մեծ հայի եւ սոցիալական պատասխանատվության։ Առաջին խումբը ուսումնասիրել է Արամյանցի մանկության եւ պատանեկության տարիները, մինչեւ Թիֆլիս հասնելը։ Երկրորդ խումբը ուսումնասիրել է արամյանցական Թիֆլիսը, իսկ երրորդ խումբը ուսումնասիրել է Ալեքսանդր Մանթաշյանցի հետ ունեցած նրա հարաբերությունները, Բաքվի նավթարդյունաբերության մեջ Արամյանցի թողած հետքը։ Այնուհետև ընդհանրացրել ենք ամբողջ այդ հետազոտությունները։ Այս փուլը ավարտել ենք սեպտեմբերի կեսերին։ Այնուհետև սկսել ենք աշխատել աշխարհացույց կրթական հարթակում։ Ստեղծել ենք փինել, գտել կոորդինատներ, տեղեկություններ դրել, ուսումնասիրել ենք արխիվային բազմաթիվ լուսանկարներ։ Օգնություն ենք խնդրել պատմաբան Վահե Լորենցից, որը սիրով տրամադրել է արխիվային լուսանկարներ։ Ուսումնասիրությունները արդեն ներկայացրել ենք ցուցադրության միջոցով։ Այնուհետև ուսումնասիրություններ են կատարվել Արամյանցի հայտնի դղյակում, որը գտնվում էր Ախթալայում։ Թիմը մեկնել Ախթալա, ուսումնասիրել է դղյակի ներկայիս տեսքը, զրուցել աշխատակցի հետ, պատրաստել համապատասխան տեսահոլովակներ։ Եվ ցավոք պետք է նշենք, որ դղյակը գտնվում էր անմխիթար վիճակում, ինչու մտահոգություններ առաջացրեց մեր թիմի մոտ։ Բայց դրա հետ մեկտեղ ունեցանք նաև հպարտության զգացողություն, որ հայացք ունեցել այսպիսի մեծ բարերար։ Հոկտեմբեր ամսվա կեսերին ունեինք արդեն նախագծային աշխատանքի մեծ մասը։ Այս փուլում առաջի խումբը պատրաստում էր տեսահոլովակներ Արամյանցի գործունեության տարբեր փուլերի վերաբերյալ։ Դա կլիներ նրա բարեգործությունները, կլիներ նրա կյանքի հետաքրքիր դրվագներն ու փաստերը, թե նրա կյանքի ողբերգական էջերի լուսաբանում եւ այլն։ Երկրորդ խումբը զբաղվել է տեսահոլովակները մոնտաժելու հարցերով, ապահովելով նաեւ տեխնիկական մասը։ Երրորդ խումբը պատրաստել է ոդքասթ եւ ֆիլմ, որում մասնավորապես ներկայացվում է Արամյանցի կյանքի նպատակ է մեծել ցույց տալու, թե մարդը ով ունեցել է միլիոններ եւ այդ ամենը գործել կյանքի վերջին ժամերին, ինչի մասին կարող է մտածել, արդյոք ափսոսանք է ապրում իր հարստությունը կորցնելու համար, թե հպարտացվում, որ ծառայել է ժողովրդին եւ ազգին։ Ոդքասթի միջոցով ներկայացրել ենք Արամյանցի դերը 21-րդ տարում, խոսելով նրա հարստության, ներդրումների, Թիֆլիսի զարգացման մասին, եւ հարկ ենք համարել նշել, որ Արամյանցը բարերարի բառից բուն իմաստով, նա սիրում էր օգնել արշավախմբիր, եւ նրա հիշատակը միշտ վաղ կմնար եւ Թիֆլիսյան շրջանում, եւ մեզ հայերիս հիշողություններում։ Պատրաստել ենք բարեգործությունների ծառ, որում ներկայացվել է Արամյանցի կատարած գործերի միջնշին մաս։ Պատրաստել ենք նաեւ բացիկներ Արամյանցի նկարով եւ խոսքերով, ինչպես նաեւ նրա հայտնի Ախթալայի դղյակի նկարով, նպատակ ունենալով տարածել նրա անունը եւ մեծ ժառանգությունը։ Անչափ շնորհակալ ենք Վիզուալ Հայաստան հիմնադրամին ընձեռած բացառիկ հնարավորության համար։ Իսկապես սա մեր մրցույթ չէր մեզ համար, այլ իրար հետ աշխատելու, փորձով կիսվելու եւ անմոռանալի պահեր ստեղծելու հնարավորություն էր։